Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի Աստծո ժողովուրդ, որ կրկին Աստծո խոսքի համեմատ մեզ հավաքելա սուրբ խոսքերը, որ ձեզ խոսի կերակրի ձեր սոված հոգին երկնային հացով կերակրի, ինչպես են երկնա ասում միշտ ռադիոյով, որ սուրբ գիրքը բաց ու կարդա ամեն օր, որ անոթի քո հոգին երկնային հացով կշտանա։ Եթե իհարկե անոթի եք, հավատում եմ անոթի եք, եկել եք, որ Աստծուց առնեք այն իրական պատգամը, որ Աստված ձեզ համար պատրաստել է։ Այսօրվա մեր սերտողության թեման է Մատթեոս 24-րդ գլխից սկսած։ Տաճարի ավերման մասին կխոսի Հիսուս։ Ուշադիր եղեք, շատ դժվարիմաց կետեր կան։ Երբ Հիսուս տաճարեն դուրս ելնելով կերթար, աշակերտները անոր քովը գնացին տաճարի շենքերը իրեն ցուցնելու։ Հիսուսը անոնց ասավ. կտեսնեք այս ամեն բաները, ահա կսեմ ձեզի, քարը քարի վրա պիտի չմնա, որ չքակվի։ Ուշադիր, փարիսեցիները եւ բոլոր եսասեր ու փառասեր հովիվները փառակերտ տաճարներ են շինում, կուրքերով, ընդ շատ թանկանոց աթոռներով, તો չես գիտա ինչերով զուգած ու զարդարած։ Հիսուսը ասեց, որ այդ տեսակ տաճարները եւ խորհուրդներ այդ տեսակ փառասեր մարդիկ, որ ինքսինք են զարդարում, իրենց են զուգում, պճնում ու զարդարում, քարուքանդ են լինելու, ինչպես հայտնության 17-18-րդ գլուխներում եւ Բաբելոնի պոռնիկի մասին խոսում, ասում է, որքան իրեն զուգեց ու զարդարեց, փառավորեց, այնքան ցավ ու տառապանք շնորհեք նրան, ամեն։ Ուրեմն ով սիրելի ժողովուրդ, ձեր անձերը մի զուգեք ու զարդարեք ու ձեզ մի փառավորեք Աստծո փառքը գողանալով։ Ձեր որքան ձեզի փառավորեք, այնքան քառակի ցավեր, այնքան տառապանքները բաժին ընկնելու, ամեն։ Հապա անարգեք ձերին մարդը Հիսուս Քրիստոսին փառավորեք, փառք Տիրոջը։ Նեղություններ եւ ալածանքներ, 3-րդ խոսք։ Ուրեմն այս նեղություններ, ալածանքներ թեման մինչև 14-րդ խոսքը խոսում է մեր տեսանելի նեղությունները, որ հիմա մենք պիտի տեսնենք։ 15-րդ խոսքից սոսկալի ավերումներ, սա մեր օրերում չի կատարվելու, սա լինելու է Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունից հետո նեղություն ու մեծ նեղություն, ամեն։ Չխառնենք մեր տեսանելի նեղությունները, որ այսօր 3-ից 14-ում գրվածը լման կատարվում է, բայց 15-ից մինչև վերջ պիտի կատարվի հափշտակությունից հեթանոսած եկեղեցու հափշտակությունից հետո, որը Հիսուսի երկրորդ գալուստը ազդարարում կխոսենք դրա մասին։ 3-րդ խոսք։ Ու երբ Անիկա Ձիթենյաց լեռը նստել էր, աշակերտները իրեն գնացին առանձին ու ուսին. ասե մեզի, երբ պիտի ըլլա այդ բաները եւ քու գալուստիդ եւ աշխարհիս վերջի նշանը ինչ պիտի ըլլա։ Հիսուսը պատասխանեց. սա մեր տեսանելի նեղություններն է ուշադիր, որը խորհրդանշում ու ազդարարում է Հիսուսի գալուստը, որ արդեն շեմին է եւ բոլորը կատարված են 4-ից մինչեւ 14-ը։ Հիսուսը պատասխանեց. զգուշ կեցեք, չլա որ մեկը ձեզ խափե, վասնզի շատերը պիտի գան իմ անունովս ուսեն թե ես եմ Քրիստոսը ու շատերը պիտի մոլորեսնեն։ Ուշադիր, աղանների բազմանալն է։ Մի մտածեք հովիվը պիտի գասա ես Քրիստոսն եմ, ոչ։ Շատ վարձկան հովիվներ դիմակավորված գայլերի պես կգան կասեն մեր ավատքը ճշմարիտ է։ Բերեք Հովանես առաքյալի ընդհանրական թղթում գրված 4:1 համարը հիշենք։ Ամեն հոգու սա հովիվներին է վերաբերվում, մի հավատացեք, հապա հոգիներին ըստ Աստվածաշնչի քննեք, ամեն մազին ու տարին ուշադիր են ու պահում են։ Ասում է, որ ամենափոքր պատվիրանն էլ ծռին ամենափոքրը կլինի Մատթեոս 5-րդ գլխում։ Ուշադիր եղեք, գրքով քննեցեք ձեզ խոսող յուրաքանչյուր քարոզիչին։ Եթե ստություն կա նրա բերանում, եթե գրքի շեղում կա, Տիտոս 1:13-14-ում գրված է.
որ հանդիման է բոլոր նրանց, որոնք հակառակ են խոսում, եւ խոսքից շեղված մարդկանց պատվերներ մի լսի, փախի նրանցից։ Ամեն։ Գնա անոնց հետ, որոնք հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն, ասոնք են, վարսկան հովիվները, որոնք ավետարանը սուտի հետ փոխեցին, ավետարանը իրենց հարմարեցրին, ոչ թե իրենք հարմարվան ավետարանին իրենց գարշելի գործերը թողելով, ամեն, հեսօր կատարվածա, մանես գալիս 1001 եկեղեցի, որ ուղիղա քայլում, են էլ փոքր խմբեր, որոնք ծմակներում տապածը սպասում են Հիսուսի գալստյանը, հոգով ու ճշմարտությունով պաշտում են Աստծուն ու հալածվում են ամենաառաջինը կրոնավորների կողմից։ 5-րդ խոսքը, վասնզի շատերը պիտի գան իմ անունովս ուսեն, ես եմ Քրիստոսը, ու շատերը պիտի մոլորեցնեն։ Պիտի լսեք պատերազմներ եւ պատերազմների լուրեր, զգուշ կեցեք, որ չխռովիք, վասնզի այս ամենը պետք է որ ըլլա, բայց դեռ վերջը չէ։ Դեսի բնականը, երկրի պատերազմները, ազգազգի դեմ ելնելը, երկրաշարժները բոլորս գիտենք։ Ու մի բան ասեմ ես վարսկան հովիվների մասին, որ հոգին իշեցրեց, պարտադիր պետք չի ասի ես եմ Քրիստոսը, որ ինքը ասում է խոսքը լասոտ, իմ խոսքը մնա ճշմարիտ, ինչի համար է Հովանես ավետարանը, այս խոսքին հակառա Հովանես ավետարանի չի գրված երկրորդ առաջին թանգարան թուղթ երկրորդ գլուխ 17-ից 19 համարներում ընթերցեք, որ գրված է մեզանից ելան, բայց մեզի հետ չմնացին, որովհետև նեռեր էին։ Երբ գնում ենք Դանիելի մեջ գրված նեռի կերպարը, ինքը մի առժամանակ հոգևոր է երևնում, ետքը ավերվածի պղծությունից հետո դիմակը պատռվում է, ասում է ոչ մի ասել ծառայել չկա, իմ խոսքը պիտի պահեք ու ինձ երկրպագեք։ Նույն այսօրվա հովիվներն են, դրա համար է ստեղ այս բանը շեշտում, որ ովքեր ասում են Աստծո խոսքը սուտ, իմ խոսքը ճշմարիտ, նզովյալ լինեն, բոլորը նեռեր են դրանք, մեզանից ելան, բայց ծռվան, դիմակները պատռվավ ու տեսան, որ Տիրոջ խոսքը ասում են ոչ, իրենց շնչավոր ու դիվային խոսքին ասում են այո եւ ամեն։ Իսկ Հռոմեացիների 3:4-ում գրված է. բոլոր մարդիկ ըլլան սուտ, խոսքը մնա ճշմարիտ։ Սրանք են Տիրոջ ճշմարիտ հովիվները, որոնք Հովսեի նման հանդերձները կպատրեն ու կցածրանան, թեկուզ չհասկանալով ծռված են եղել կրոնավոր հայրերի պատճառով եւ կսկսեն իրենց ճանապարհները ուղղել Երուսաղեմը մաքրել կռապաշտությունից ու խոսքին հակառակ կյանքից ու գործերից եւ Երուսաղեմից կանցնեն շրջակա տարածքները։ Ամեն Աստված օրհնի ես Հովսեի հոգին ունեցող հովիվներին, նրանք պիտի արժանանան հափշտակությանը։ Դա է խորհրդանշում, ով սիրելի Աստծո ժողովուրդ, որ ուշադիր լինեք, երիտասարդին չողողիր ճամփան, սուրբ խոսքին համաձայն, սուրբ խոսքը որպես լույս վերցրեք, ամենքին քննելով, գտեք ճշմարիտ եկեղեցի եւ հաստատվելով աճեք զորացեք, հին մարտնանեք Քրիստոս հագեք ու արժանացեք հափշտակությանը, ամեն։ 7-րդ խոսք, վասնզի ազգազգի վրա պիտի ելնի, կատարվում է, եւ թագավորություն թագավորության վրա, եւ տեղ սովեր, մահ տարաժամեր, վաղաժամ մահեր, շատ է, ու երկրաշարժներ պիտի լան, թիվ չկա սրանց երկրաշարժների, սակայն ասոնք ցավերի սկիզբն են, այնատեն ձեզ նեղության պիտի մատնեն ու ձեզ պիտի սպանեն ու իմ անվանս համար բոլոր ազգերեն ատելի պիտի լակ, տեսեք ճշմարիտ սուրբերը, որ քիչ են, կրակներով պիտի զտվեն, շատերը կմորթվեն, շատերը կսպանվեն, կնահատակվեն, երանի նրան, ով Տիրոջ համար կնահատակվի եւ ժամանակից շուտ կմտնի Տիրոջ սրբարանը, այն պալատը, որ մաքուր ոսկուս ճանապարհներ են, բրիլյանտից քարերով տներ, երանի հենց այսօր ընդ գնանք, ում կը հասնի նահատակության պսակը փառավորվի Տերը, դա վերուց պտի նախասահմանված լինի, ինչպես սանդուղտ կույսներ աղոթում Սանատրուկի աղջիկը, որ Թադեոսի
առաքյալուհի քույրիկը դառավ ասում էր Տեր չզրկես նահատակության պսակից 2-3 անգամ դայիժները եկան որ սրովը սպանեն հալվավ սուրը դայիժները պտտվեցան ու իրարը սպանեցին բայց որ հայտնություն եղավ որ իրականից թե Թադեոսին թե Սանդուղթկույսին Տերը ներկայա հարցնանալու ես ու միանալու ես քո երկնային փեսային հետ ժամանակ աղոթում էր Տեր չզրկես նահատակվելուց Եվ դայիչը գնաց ասում սպանեց եւ նրա մարմնից արյան տեղը կաթ էր հոսում եւ անուշա հոտություն էր բուրում ահա մկրտված սուրբերը որոնց երեսները փայլել արեգակի պես որոնք մարմնից եւ այրունից ծնված չեն եղել ով սիրելի քույրերս ու եղբայրներս Բարթեմայ չեմ ուզում շեղվեք երբ հասունանաք դուք էլ կհասկանաք որ օգուս ծնվածի մեջ մարմին եւ այրուն չկա որտեւ նա չի կարա երկինքը ժառանգի որը գրված է ինձ Հովանու ավետարանի աստվածության ավետարանի առաջի գլխում որ շատերդ հասկանում եք թե հասկացած եք բայց էլ ոչինչ էլ չգիտեք այնատեն ձեզ նեղության պիտի մատնեն ու ձեզ պիտի սպանեն ու իմ անվանս համար բոլոր ազգերեն ատելի պիտի լաք շատերը պիտի գայթակղվին ու շադիր շատերը քո սուրբ հավատքից կզզվեն կեթան Հիսուս ասես թող գնան դրանք բոլորը կույրեր են ու կույրերի առաջնորդներ եթե ես այսօր իր անպարկեշտ հագնելու կամ անվայել պայելու համար Տիրոջ խոսքով աղաչում եմ հանդիմանում սաստում հորդորում եմ ինքը գայթակղվում գնում է դրան Տերն է մաքրում իր այգուց որ 5-ատ ավելի լավին բերի ամեն իր վարքը պիտի գայթակղեցներ Տերը այստեղից հեռանար Տերը մնաց մեղավորին վտարեց ամեն Իսկ եթե ես անպարկեշտ կհագնեմ, անառակություն գողություն կանեմ ու հոգին իմ անվարք վարքից կամ իմ ընտանիքի անվարք արարքներից կգայթակղվի կգնա վայ այդ հովվին սրա վզիցը էշու ասում է ջրաղացի քարը պիտի կախեն ու ծովի անդունդը ձգեն ամեն իսկ սիրելի Աստծո ժողովուրդ միևնույն է այդ բորոտը մնա եկեղեցում փրկություն չունի եւ որ չունի ուրեմն թող չմնա ու մնացածին էլ վարակի որտեվ քիչ մխմորը բոլոր զանգվածը կխմորե շատերը պիտի գայթակղվեն ու մեկս մեկ պիտի ատեն ու մեկս մեկ պիտի մատնեն շատ սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերը պիտի մոլորեցնեն անօրին է ու տեսեք շատ սուտ մարգարեներ շատ բայց շատ քիչ կլինեն ճշմարիտ քարոզիչներն ու հովիվները Տերը ասել է շատ կլինեն սուտ մարգարեներ որոնք կգան Հիսուսի անունով բայց իրենց վարդապետությունը գրքից շեղված է մի բառով որ կտեսնեք շեղված է փախեք եթե չեն ընդունում Նրանք այդ մի կաթիլ թույնը գցել են ջրամբարի մեջ վաղը բոլորը կապական են արդեն ամեն Անօրինեությունը շատանալու համար շատերու սերը կպաղի Ինչքան կույր ավատացյալներ կան ասում է գրված չէ որ անօրինեությունը շատանալու համար շատերի սերը կպաղի Հա գրված է վարսկան հովիվների հոտում ոչ թե հափշտակվող հոտում Ես էլ Տիրոջ հոգիով ձեզ հրամայում եմ եւ խնդրում եմ որ այդ հիմար միտքը անմիտ միտքը դևից եկած չընդունեք որ Տիրոջ եկեղեցում սերը պետք է առատանա ու շատանա աշխարհում եւ ների եկեղեցում ատելությունը դատերն ու բամբասանքը կշատանա որ դու տեսնես փախնես ճշմարիտ հոտ ամեն Սերը պիտի հորդի հասարակած հավատք պիտի ապրի ճշմարիտ եկեղեցին առաջի դարի պես որ հովիվը ոչ մի սեփական բան չունենա տուն տեղ մեքենա ամեն ինչը պիտի հոտի գառներին ծառայի այստեղ էլ սերը պիտի աճի որ սեր չլինի չի կարա այդպես հասարակած կյանք լինի ու եթե ով սիրելի քույրս ու եղբայրս եթե դու տեսնում ես սերը չկա թե ուրեմն դևը կա Եթե սերը չկա բամբասանք ատել չարություն կա փախի անոնց մե Պողոսի տված պատվերը Տիրոջմով պահելով գնա անոնց այդ որոնք հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն Ինչպես Հիսուսն ասավ փախեք Երուսաղեմից եւ ես էլ ետ չեմ գա հարությունից հետո ով ինձ կուզի հանդիպի հերու եթանոսած Գալիլեայում կրոնավորից կերս բանակից հերու կհանդիպի ամեն Բայց ով որ մինչև վերջ ամփեր է Անիկա պիտի ապրի Արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի բոլոր ազգերին վկայությունը լալու համար անկե հետո պիտի կա վերջը
Որ վերջը, շատերը գիտեն աշխարհի վերջը, ոչ։ Դանիել 2:44-ում գրված է չար թագավորության եւ չար մարդկանց վերջը պիտի գա։ Սրանից հետո դեռ 1000 տարի երկիրը պիտի ծաղկի ու բարգավաճի։ Մենք բարձյալի սուրբերս քահանաներ ու թագավորներ պիտի լինենք 1000 տարի։ Ուրեմն ինչա մեր էս փդած 50 տարին, էս պղծված 50 տարին, որ չզոհենք ու վառենք Տեր Հիսուսի համար, ամեն։ Դրեք, այո, 10-որդա, եթե դու մի 100 տարին դնես, Աստված քեզի 1000 տարի թագավորական կյանք անվեր տալիս։ Ամեն երկրի բարիքներն ու 10-որդները պիտի գա։ Իսրայելի երկիր բարձյալի սուրբերը պիտի ուտեն ու փառք տան Տիրոջը։ Լավ լսեք ու կարդացեք մարգարեությունները, որ երկրի բարիքները գալիս է բարձյալի սուրբերի մոտ։ Դրա համար ձեր կյանքն էլ վառեք Տիրոջ համար, երանելի եք, նորեն կստանաք, ամեն։ Ուրեմն սա ոչ թե աշխարհի վերջն է, ու հիմա արքայության ավետարանը բովանդակ աշխարհով մեկ տարածվում ու քարոզվում է, եւ ասելա ըստ Դանիելի 2:44-ի, որ ասում է այն ոսկե գլխով արձանը, այն անտեսանելի քարը եկավ ու քարուքան դարեց, մի թագավորություն ձևավորվավ, որ այդ թագավորության փառքը պիտի բարձյալի սուրբերին տրվի, էլ ոչ մեկը չի կարա այդ թագավորությունը քանդի, ամեն, եւ նա պիտի թագավորե Հավիտյանս Հավիտենից, ով սիրելի մեզ լսող երկրի թագավորներ ու կառավարիչներ ու նախարարներ, դուք էլ հիշեք, որ ձեր թագավորությունը ժամանակավոր է, եկեք այս հավիտենական թագավորության մեջ բաժին ունեցեք, այդ ժամանակավոր թագավորության համար կյանք եք տալիս, զոհաբերում եք, բա որքան ավելի որ հասկանաք, հավիտենական թագավորության համար պիտի անգամ ձեր կյանքը դնեք, բայց երկրավոր թագավորության համար չեն դնի, որտեվ կկորի այդ թագավորությունը։ Իսկ եթե հավիտենական թագավորության համար դնենք, նորեն առնելու ենք եւ ամենաբարձր դիրքն ենք ունենալու այդ հավիտենական թագավորության մեջ, ամեն։ Ուրեմն ընթերցեցի 3-ից մինչև 14-ը մեր այսօրվա տեսանելի գործերը, որ տեսնում ենք ու ապացուցում է Տիրոջ գալուստը շեմին կանգնած է, ամեն։ Հիմա գնանք նեղություն ու մեզնեղություն, սոսկալի ավերումներ, ուշադիր եղեք, շատ դժվար իմաց կետեր կա, ինչ համարները, որ խոսվում է սերտողության ժամանակ, բացեք ձեր տներում սերտողությունները լսելուց հետո նշեք ու պարապեք և մտածեք ու մտորեք Տիմոթեոսների պես, Տիմոթեոս պարապե ատենեն և ատենեն դուրս ամեն, Պողոսը ասեց, որ ոչ ոք չկարողանա քո երիտասարդությունը անարգի։ Ուստի երբ տեսնեք ավերմունքի պղտություն, անգամ մեր քարոզիչները մի քիչ լեզվաբան չեն, էլի, եթե դու իրականից Սուրբ Ավետարանի քարոզիչ ես, ով սիրելի եղբայրս գոնե մի քիչ լեզու էլ հասկացի, ավերվածի պղտություն բառը այնքան բարդ են բացատրում, որ մանուկները չեն հասկանում։ Վերջացնեմ, ավերվածի պղտությունը, որ Դանիել մարգարեի միջոցով ասված է, թե Սուրբ տեղը կկենա, ով որ կարդա թող հասկանա։ Ասո ժողովուրդ, բացեք Դանիել 9:27-ը ու տեսեք ինչա այդտեղ գրած։ Ուրեմն երբ գազանը կգնա, կմտնի այդ ավերված Երուսաղեմը, կպղծի եւ գերբնա դրոշնա թե ինչը կխփի տաճարի ծայրին։ Ու ինչ կատարվավ ավերված Երուսաղեմը կրկնակի պղծվավ։ Ամեն, ավերվածի պղծությունը սա է, երբ այդ ները կգնա կնստի տաճարի մեջ, իրեն ցույց կտա որպես Աստված եւ իր դրոշը թե գերբը կխփի տաճարի ծայրին, ես դա չեմ առել, բայց մի բան պիտի դնի։ Ամեն, սա է ավերվածի պղծությունը։ Ինչի եք դու մանուկներին, ես ինչ ձևի բացատրում, որ մանուկները ընկնում են հազար տեսակի մտքերի տակ։ Ավերվածի պղծություն նշանակում է ավերված Երուսաղեմը նորեն պղծվել, որը պիտի լինի մեծ նեղության եւ նեղության մեջ, երբ գազանը կգնա կնստի տաճարի մեջ, կասե ես ձեր Աստվածն եմ։ Զոհն ու զոհաբերությունը այդ համար ընթերցեք կմերժի, կասի ես եմ ձեր Աստվածը, ինձ պիտի պաշտեք, իմ խոսքը պիտի լսեք եւ ինձ երկրպագեք։ Եվ կսկսի իր չիպավորումն ու 666 ների կնիկը մարդկանց ճակատների կամ այս ձեռքի վրա դաճել, որը գրված է Հայտնություն 15-ի 16-ի 13-ի ավելի ճիշտ։
13-ի 16-ից սկսած մինչև 18 ընթերցեք, որին մենք կխոսենք հայտնության սերտողության թեմաների մեջ։ Թող Տերը փառավորվի։ 16 խոսք։ Այն ատեն հենց այդ ժամանակ, որ գազանը կգնա, կնստի տաճարի մեջ։ Այն ատեն Հրեաստանի մեջ եղողները լեռները թող փախչեն։ Ուշադիր եղեք։ Շատ սխալ է մեկնված այս կետերը։ Ան որ տանիքի վրա է, թող չիջնե իր տունը, բանմա առնելու, էսի հրեաներին է վերաբերվում։ Ան որ արտին մեջ է, թող ետ չդառնա իր հանդերձները առնելու, բայց վայ այն օրերին հղի եղողներուն և ցիս տվողներուն։ 19-ին կանդրադառնամ։ Ուրեմն ինչ է խոսում Տերը։ Ովքեր այդ ժամանակ կտեսնի ավերվածի պղծությունը, գազանի գալը, Հրեաստանի մեջ եղողները, էլ թո տուն չգան, որտեղ ումը բռնեց գազանը չի պավորելու է, ըստ հայտնության 13-րդ գլխի գազազելույա, ընկինը որ հղի էր ծնանալու համար ցավ էր քաշում պորալով, 12 աստղի պսակ ուներ և լուսինը ոտքերի տակ էր ու արև էր ակե, հեսի Իսրայելի ապաշխարությունն է, երբ պիտի տենում է, հափշտակվում է, միանում է հարսին Իսրայելի գունդը, գազազում է և ընկնում է համայն աշխարհի քրիստոնյաների հետևը, հրեաներից սկսած մինչև աշխարհի ծայրամասը, որը մենք կսերտենք հայտնության 12-ի մեջ։ Ուրեմն այդ ժամանակ թողեք ու փախեք 3 տարի 6 ամիս ամնում։ Փախեք լեռները եւ հայտնությունում գրված է ձեզի Աստված իր արիշտակների միջոցով կկերակրի ժամանակներ եւ կես ժամանակ, ժամանակը մի տարի, ժամանակները 2 տարի, կես ժամանակը 6 ամիս ամեն, այդ ժամանակից սկսված 3 տարի 6 ամիս ամնում երկրավոր կյանքին, ամեն, ու գալիս է մեր Տերը իր բյուրավոր սուրբելով, մաքրելու է երկիրը ու սկսելու է հազարամյա թագավորությունը, ամեն, որը հայտնության մեջ մենք կխորանանք։ Ուրեմն, բայց վայ այն օրերին հղի եղողներին ու ցիս տվողներին, շատ անմիտ ձևի են բացատրել, ասո ժողովուրդ, այս հղիները բուն մարմնավոր հրյա հղիներն են, անգամ Էթանոս, ասում է վայ նրանց, որ հղի են, կամ էլ մանուկ երեխաներ ունեն, դրանց համար շատ դժվար է լինելու, չէ որ պետք է այդ հղին փախնի, սարը կամ այդ նորածին մանուկը մայրը առնի չի կարա թողի, փախնի սարը, հենց ուղիղ մարմնավոր հղիներին ու կուրսք տվողներին է վերաբերվում, ու ինչ է ասում, աղոտ կարեք, որ ձեր փախչելը գոնե ձմեռը չլա, ոչ էլ շաբաթ օրը, ինչի համար, որտեղ հրեաները իրենց հորինած մարդկային վարդապետության մեջ կետեր էին դրել, որ շաբաթ օրը Իրաստանից մինչև ժողովարան 100-120 մետր էր, դրանից ավել պիտի չքայլեն, ասում էր անմիտ եք, հոգու միտքը չունեք, որ էդի մեղքի և ես իրենց օրենք չեմ դրել, աղոտ կորեք, արեք գոնե շաբաթ օրը չլինի, այդ օրը, որ կարակ փախչեք լեռները փրկվեք և չչիպավորվեք, ամեն։ Որտեղ Սուրբ գրքում այդտենց օրենք չկար, շաբաթ օրը 100 կամ 120 մետր քայլել, բայց հրեաները, ինչպես այսօրվա աղամները, որ ասում են մեր եղբայրներն են որոշել կամ եղբայրական խորհուրդը թող գրքից դուրս օրենքներ չհորինի, ամեն, եթե ուզում է որ եղբայրներին լսեն հոտը, թող Սուրբ գրային օրենքներ դնի, որտեղ մենք Սուրբ գրքով ենք ձեզ եղբայրներ ընդունում, ամեն, եթե ես գրքից դուրս օրենքներ կդնեմ, վայ ձեզի, որ ինձ լսելով Աստծո խոսքը զանցանեք ու դժոխքի ճամփան բռնեք մարդու բասկին ու խոսքին ապավինելով, ամեն։ Ես լոկ անարատ խոսքը պիտի փոխանցեմ ձեզ, Աստծո ժողովուրդ։ Ուրեմն աղոտ կարեք, որ ձեր փախչելը ձմեռը չլա, ոչ էլ շաբաթ օրը։ Քանզի այն ատեն այնպիսի մեծ նեղություն պիտի լա, որու նմանը աշխարհի սկզբեն մինչև հիմա եղած չէ ու պիտի չլա։ Հասկացաք։ Այդպես նեղություն չի ելել։ Այդպես նեղություն չի ելել, չի էլ լինի, որտեղ սա ամենադաժանն է սրանից հետո գալու է մեծ նեղությունից հետո հազարամյա թագավորություն, դադաստան ու հավիտենություն, որ պետք է հավերժ ապրենք նոր երկնքի ու նոր երկրի մեջ եւ Աստված բերկրանքից մեր արցունքներն է սրբելու, ամեն։ Չկան դեսուկ, ցավ, հիվանդություն, որտեղ ընդ չկան դևերը։ Եթե այն օրերը չքիչանային ուշադիր,
Սիրելի Աստծո ժողովուրդ, մեզ լսեք այս ժամանակ հեթանոսած եկեղեցին չի լինելու, որ շատերը սա վերագրում են հեթանոսած եկեղեցու տկարներին։ Եթե այն օրերը չքիչանային, բնավ մարմին պիտի չապրեր, բայց ընտրյալների համար այն օրերը պիտի քիչանան։ Ընտրյալները մենք չենք, մենք արդեն հափշտակված պիտի լինենք Սուրբ եւ անարատ հեթանոսած հոտը։ Այս ընտրյալները լինելու են լեռները փախած Հիսուս Քրիստոսի նորեկ մանուկները, որոնք կնիքը չեն ընդունի թերյա թե հեթանոս կփախչեն լեռները մինչև Տիրոջ գալուստը հավադարիմ կմնան։ Եթե այդ օրերը Հիսուսը չքիչացներ, շատերը չէին դիմանա սովին, նեղությանը եւ այլ դժվարություններին, որ չեմ էլ ուզում հիշեմ այդ օրերին ինչ կլինի, երանի ձեզ որ Սուրբ դառնաք, հին անեք ու Քրիստոս հագնեք, արժանանաք հափշտակությանը, որտև այդ օրերը դաժանա լինելու։ Թող մենակ սատանան այդ օրերը տեսնի։ Սատանան մնա երկրի վրա, Տիրոջ ոչ մի գառնուկ չմնա, սատանային մերժելով մեղքը մերժի ու վազի ճշմարիտ փառախու արժանանա հափշտակությանը։ Ուրեմն ընտրյալները լեռները փախածներ են, իսկական եկեղեցին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխում առաջի գրված է, որ գերեզմանները բացում են, սուրբերը միանում են Հիսուսին, երկիրը Հիսուս չի գալիս, Հիսուսը երկիր չի գալիս, Հիսուսը երկրի վրա չի հայտնվելու, որտեղ երկիրը շատ պղծված է լինելու, դրա համար էլ Հիսուսը օթերի մեջ դիմավորում է նախ սուրբ ննջեցյալներին, ետքը մենք որ ողջ մնացել ենք, կվերափոխվենք եւ օթերի մեջ անոր կդիմավորենք եւ հավետ անոր հետ կմնանք, ամեն։ Ուրեմն բերեք լավ ապաշխարենք, հին անենք ու Քրիստոս ակնենք, հոգով ու ճշմարտությունով ապաշխարենք, այս երանությանը միանանք, կզղճակ, որ մարմնավոր մի լեշի մարմնացիկ երկիր այդ լեշերի կողքին, ինձ Տեր ասեց, ինչ ինձանի շատ ես սիրում, դրա կողքին կմնաս, եթե գազով լցված փուչիկը 10 թելով մեղքի կապված է, 5 թելը կտրելուց հետո օդ չի բարձրանա, 9-ն էլ կտրես օդ չի բարձրանա, պիտի 10-ն էլ կտրվի, քեզի աշխարհի հետ կապող ոչ մի մեղսալի թել չլինի, որ դու սուրբ կույսի պես հափշտակվես ու քո փեսային միանաս, թե չի Աստված չի գա անառագներին գողերին տանի, մեկ եկելա դրանց համար խաչվելա, երկրորդ անգամ էս պղծված երկիր չի գալիս, օթերի մեջից իր նման սուրբերին ա տանելու կամ այդ սրբացման ճանապարհի մեջ վազողներին, ամեն։ Ուրեմն հասկացան, որ ընտրյալները մեծ նեղության միջի լեռները փախածներն են, ոչ թե հեթանոսած եկեղեցու ընտրյալները։ Այն ադեն, եթե մեկը ձեզ ասե, ահա հոս է Քրիստոսը, սա ների հակաքրիստոսի մասին է, որ պիտի գա ռեշտակի երեսներով, գա լուսո կերպարանքով, խափի մեծ նեղությանը մեջ եղած միամիտ հավատացյալներին, ամեն։ Ուրեմն, եթե մեկը ձեզ ասի, թե ահա հոս է Քրիստոսը կամ ահա հոն է, վասնզի մի հավատակ, վասնզի սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, մեծ նշաններ ու հրաշքներ պիտի ցուցնեն, որ եթե կարելի լա ընտրյալներին կրկին լեռները փախած ընտրյալ սուրբերին մոլորեցնի, ամեն, որ գան այդ փայլը տեսնեն, որտեղ Կորինթացիների թղթում գրված է սատանան էլ կարա լուսո ռեշտակի պես գա ու խափի ու մոլորեցնի, բռնի կնիքավորի եւ սպանի։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, մեր օրերին էլ երազներով, տեսիլքներով գալիս է սատանան, մեղսալի բաներ առաջարկում։ Ետիս ուղարկեք, աղոտ կարեք Տիրոջ անունով վաղել չեք տեսնի։ Իսկ եթե տեսիլքը Աստվածանից է, Հովսեփը ասեց փարավոնին, երազի 2 անգամ նույնանման կրկնվելը ապացուցում է, որ տեսիլքը Աստվածանից է եղել, ամեն։ Եթե դուք տեսիլքներ կտեսնեք, ձեզի սուրբ գրքին հակառակ բաներ կասի այդ հրեշտակը լուսո, ետիս ուղարկեք, դա դևն է հագել լուսո հրեշտակի կերպարանք, գալիս է ձեզ մոլորեցնելու։ Ըզնից ձեզի խորհուրդ, թե ձեր եկեղեցու երեցը կլինի, թե հեթանոսը, թե մարմնավոր բարեկամը կամ որևէ ոգեղեն կամ հոգեղենեակ, քննեք նրա խոսքը Աստվածաշնչով։ Իսկ ո՞նց քննեք, եթե դրանից առաջ լավ չպարապեք Աստվածաշնչով, ամեն։ Ահա ձեզի առաջվաներսի, եթե ձեզի ասեն, թե ահա անապատի մեջ է այդ սուտ Քրիստոսը, մի երթակ, և եթե ահա
ներքին սենյակներում մեջ է մի հավատակ, վասնզի ինչպես փայլակը արև ելքեն կելնե, ու մինչև արևմուտք կերևնա, բոլորը կտեսնեն Տիրոջ գալուստը, ամեն, ամեն աչք պիտի տենա, ոչ թե տապտփած մարդիկ, ասենք էսենց են, էլի մտածում, ծանոթի միջոցով է, մարդկային մտածելակերպը, ով լավ մոտիկա այդ Սուրբ Քրիստոսին ընդանք կտեսնեն, Տիրոջ գալուստը արեգակի պես ոնց է ելնում, բոլոր կենդանի մարդիկ տեսնում են, այդպես էլ բոլոր կենդանիները պետք է տեսնեն Տեր Հիսուսի գալուստը, բայց վայ այդ օրերին, որոնք ներին են ծառայե, մի հարվածով սաղ մեռնելու են, բայց ովքեր Տիրոջն են ծառայե, կյանքի մեջ են նորոգվելու եւ ապրելու են ամենքը 100 տարի ու 100 տարեկան երիտասարդը պիտի ննջի ու վերջի հարության մեջ բաժին ունեն, ամեն։ Դա կխոսենք Եսայի մարգարեության սերտելու ժամանակ, որ գրված է 100 տարեկանը իրականից պիտի ննջի երիտասարդը։ Վասնզի ինչպես փայլակը արև ելքեն կելնե ու մինչև արևմուտք կերևնա, այնպես պիտի ըլլա որդին մարդոյ գալուստը։ Սա արդեն երրորդ գալուստն է։ Շատ քրիստոնյաներ չգիտեն, որ Աստված 4 գալուստ ունի։ Առաջինը որպես մանուկ եկավ, մարդացավ։ Երկրորդը օթերի մեջից հափշտակելի է իր հոտը, ամեն հարսը, տանելի է իր մոտ։ Չորրորդը գալու է հազարամյակի նախաշեմին բնաջնջի, երրորդը կներեք, երրորդը գալու է հազարամյակի նախաշեմին մեծնեղության մեջ մորթի եւ Աստծո բարկության գինու հնձանը ինքը պիտի կող կրտի, որ վրան գրած էր բանն Աստծո էր ձիան վրա նստած։ Եվ չորրորդը գալիս է, որ Մատթեոս 25:31-ում գրված է դադաստան անելու, վերջին դադաստան, երբ որդին մարդո իր փառքովը գա եւ բոլոր սուրբ ռեշտակները իրեն հետ այնատեն իր փառած աթոռը պիտի նստի, սա էլ է գալուստ։ Ուրեմն քանզի ուր որ 27-ը վասնզի ինչպես փայլակ արև ելքեն կելնե ու մինչև արևմուտք կերևնա, այնպես պիտի ըլլա որդին մարդոյ գալուստը։ Սա իրականից երրորդ գալուստը հազդարարեց։ Քանզի ուր որ մեռած մարմին կա, հում պիտի ժողվին արծիվները։ Սա խորհրդավոր ու դժվար իմաց կետ է։ Իրականից մինչև հիմա արյաները Հիսուսին մեռած թաղված են համարում ու գողացված։ Դրա համար էլ որ մենք Հիսուսի որդիներն ենք, ձագուկները, այս ձևոս ենք, արծիվը խորհրդանշում է հենց Հովանու ավետարանի այդ աստվածությունը, մեզի նմանեցնում է նաև արծիվի ձագերի հայտնության մի կենդանին, ամենավերջինը, որ խորհրդանշում էր Հովանու ավետարանը, արծիվ էր, որ բարձրերից նայում ու հսկում է ամենքին։ Դրա համար մեզ իստեղ արծիվի ձագերի է համեմատում, եթե մեռած մարմինը Հիսուսն է, մենք հոն պիտի հավքվենք նրա ձագեր, ամեն, որտեղ ասեց ես ուր որ գնում եմ ձեզ տեղ պատրաստեմ, որ գամ նորեն ձեզ իմ քովը ստանեմ, ամեն, օթերի մեջ կդիմավորի եւ մեզ իր քովը կտանի մեր հոր համար պատրաստած թագավորությունը ժառանգելու։ Հայրը պատրաստել է իր եւ իր զավակների համար այդ թագավորությունը, ամեն։ Որդին մարդոյ գալուստը։ Սա երրորդ գալուստը էլի ազդարարում, հազարամյակի նախաշեմին, ամեն։ Այն նեղության օրերեն հետո արեգակը պիտի խավարի եւ լուսինը իր լույսը պիտի չտա։ Սա մեծ նեղություն է կրկին Գազանի թագավորության ժամանակ։ Աստղերը երկնքեն պիտի իյնան ու երկնքի զորությունները պիտի շարժվին։ Հիշեք 12-ում են Գազանը կատաղեց վիշապը, երկնքի աստղերը, որոնք իր դևերի խորհուրդ ունեն, գցեց, որ Միքայելը պատերազմեց այդ դևերի հետ ու վայր գցեց երկիր, հիշեք այդ դրվագն է, շատ դևեր, որ երկնքում են իմի, առաջի երկնքում, որ սատանայի թագավորությունն է, աստղերի հետ է համեմատում եւ դրանց, ասում է, իր պոչովը քաշեց հայտնության 12-ում ու գետին երկիր գցեց։ Սա է խորհրդանշում, բայց նաեւ ինչպես հիմա են աստղերներ ընկնում,
Էդի խորհուրդ ունի, որ աստղերը կնքվածների խորհուրդն ունեն, լուսինը մկրտվածների եւ արևը աղթածների, լուսատուների խորհուրդը, որ երկինքը զարդարեց, մենք հետո կխոսենք ծննդոցի սերտողության ժամանակ, բայց իրականից այս պարագայում այդ խորհուրդը ուներ։ Այն ատեն, որ թին մարդոյի նշանը պիտի երևնա երկնքի մեջ ու երկրի բոլոր ազգերը կոց պիտի ընեն ու պիտի տեսնեն, որ թին մարդոյ երկնքի ամպերուն վրա եկած զորությունով ու մեծ փառքով, որտեղ փառք բառն ա գրուկ, փառքի լույսը, լուսն ասում է Մովսեսի երեսը այդքան փառավոր չէր, ինչքան նորուխտի ճշմարիտ մկրտված հովիվների երեսը նրանից փառավոր ու լուսավոր պիտի լամեն, որ Քրիստոսի ավետարանի փառած լույսը անոնց վրա չծագի Պողոսը կսի։ Ուրեմն որտեղ փառք բառը կա, ընդ լուսավորությունն է, փառավոր էր նրա հարության մարմին, ամեն։ Բայց շատերը չեն հասկանում այդ փառքի լույսը իրական լուսափայլությունն էր, այլ կերպարանք ական, դրա համար Պողոսին ու Բարնաբասին հասեցին մարդիկ ասու կերպարանքով, աստվածները մարդկանց նման հայտնվել են մեր մեջ, ուրեմն ուրիշ բան տեսան, կամ Ստեփանոսի երեսը ուրիշ տեսան, որ հրեշտակի երեսի նման էր, սրա մասին վարսկանովիները չեն խորանում, որտեղ իրանք պիտի ունենային, չունեն, Երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ 7-ից 11-ը կարդացեք, ով սիրելի քրիստոնյաներ, ով իրեն հովիվ կկոչի, նրա մորուքն ու երեսի փայլը պիտի լինի հարուցյալ Հիսուսի նման։ Գրված է, մատ մտածեք ու մտորեք, ոչ թե հովիվը չունի, ուրեմն ավետարանը սուտ է։ Դրա համար հովիվ, եպիսկոպոս, շատ կոչումներ կարանք մենք մեզ վերագրենք, բայց Աստված քեզ ինչ է տալում։ Դու քո աչքին ես այտենց, բայց ըստ Աստվածաշնչի երթականության, կանոնների ու կանոնադրության եւ ըստ Աստվածաշնչի պաշտոնների դու ինչ ես։ Ես անպիտան ծառա եմ, բայց Տերս ինձ ավակ սարկավակ է տվել, ուրիշ բան չունեմ։ Ամեն։ Բայց էականը պաշտոններն ու տիտղոսները չէ։ Էականը դու ինչքան ես հոգիներին պատրաստում, հինը հանել տալում ու Քրիստոս հագցնում։ Ու երկինքի համար պատրաստում։ Շատ հոգիներ ունենք ասում, հազարներ, բայց քանի հոգի երկին գնացող ունես չգիտի։ Որտեղ ասում ենք սուրբ կա ձեր մեջ, ասում է չէ։ Գնացեք ընդ որտեղ սուրբեր են պատրաստում։ Բա որ ձեր մեջ սուրբ չկա, գիրքներ կսե Եբրայեցիների 12-ի 12-14-ում խաղաղության ետևե եղեք ամենու հետ եւ սրբության, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Եվ քույրերն ու եղբայրները չեն հասկանում, որ փախնեն են եկեղեցիներ, որտեղ ծնվում են ճշմարիտ հոգիով, կնքվում են, լեցվում են խոսքով եւ աղոթի կյանքով աճում են, մեծանում են, հինանում ու Քրիստոս են ակնում, եւ Քրիստոսն է դառնում սուրբն ու անարատը, եւ քեզ օգտագործում որպես ձեռքի մատանի իր փառքի մեջ։ Այդ ժամանակ էլ չուչել կարենը չկա։ Ամեն։ Քրիստոս է ամենը ամեն բանի մեջ։ Անիկա իր հրեշտակները պիտի ղրկե մեծաձայն փողերով ու պիտի ժողովեն իր ընտրյալները, սրանք մեզնեղության մեջի լեռները փախազներին տարբեր երկրներից ու եւ Իսրայելից եւ պիտի ժողվե իր ընտրյալներին 4 կողմերից երկնքի մեկ ծայրից մինչեւ մյուս ծայր։ Ամեն։ Թող Տերը փառավորվի։ Թզենի դասը Թզենին առագմը սովորեցեք, ուշադիր թզենին չգիտեմ ոնց են բացատրել, ոնց չեն բացատրել, բայց թզենին շատ տեղեր Աստվածաշնչում Իսրայելի եւ կեղծ կրոնավորների խորհուրդն ունի, ամեն, որ այդ Իսրայելի թզենու ատենը չերը լդեր, վերջում պետք է թզենին ծաղկի եւ մի ազգը ասում է մարգարեության մեջ, տեսել եք որ մի ազգը մի օրում ծնվի, այո, Իսրայելը այդ կարճ ժամանակ մեջ Հայտնության 7-րդ գլխում կնքվում ծնվում է 3 տարի 6 ամիսին հանում Քրիստոս ակնում ու 12-րդ գլխում հափշտակվում է 144,000 ընտրյալ սուրբերը հрьяաներից են այստեղ հեթանոց չկա այդի ազգովի ծնունդն է եւ մնացած դել փախնում են լեռները Թզենիեն առագմը սովրեցեք որ երբ անոր ոստերը կակուղնան ու տերևները ցցվին կհասկանանք թե ամառը մոտ է Նույնպես էլ դուք հрьяաներ երբ այս ամեն բաները
Տեսնեք, գիտեք թե մոտ է դռներին քով ինչը այս նշանները, որ ասեց երկրի լուստի արևի խավարել է ների նշանները, եթե տեսնեք Շեմինայիմ գալուստը, սպասեցեք հավատքով։ Ճշմարիտ կսեմ ձեզի թե այս ազգը պիտի չասնի մինչև այս ամեն բաները ըլլան։ Այս ազգը չի խորհրդանշում այդ ժամանակվա հրյան։ Այս աշխարհը, այս ժողովուրդը պիտի տեսնեն իր ժամանակին Սուրբ գրքի մեջ կատարված ամեն մի կետը, ամեն չի անցնելու, չի քանդվելու, ամեն երկինքն ու երկիրը կմնա մինչև այստան կկատարվի, նոր կվարվի ու կվերանա, ամեն հայտնության արդեն 20-րդ գլխից հետո, պարզա։ Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնին։ Ոչ ոք գիտե օրն ու ժամը, սա խոսում է կրկին հափշտակության օրվա երկրորդ գալուստի համար, որ ոչ ոք չգիտի, ամեն, որ դու միշտ պատրաստ լինես գրքի աղոթքի կյանքին քո ժամանակները տրամադրելով։ Իսկ այն օրվան, այդ հափշտակության օրվան, այդ երկրորդ գալուստի օրը, այն ժամանակու համար մարդը չի գիտեր, ոչ ալ երկնքի հրեշտակները, հապա միայն հայրս։ Բայց ինչպես Նոյի օրերը եղան, որդին մարդոյ գալուստալ այնպես պիտի ըլլա, տեսեք, այ հիմիկվա օրերն է, քանզի ինչպես էին այն օրերը, ջրեղեղեն առաջ, կուտեին, կխմեին, կծաղրեին Նոյին, ձեռ կառնեին, չէ, հիմի ասում են ուրա քանակդ, քանակ դուր, որակ պետք չի, բայց Հիսուս ասում է որակ դուր, քանակ բերողը ես եմ, ամեն, որակ, ով կգա որակով տունկեր պատրաստ է, ամեն, որտեղ որակով սուրբերը պիտի հափշտակվեն ու թագավորներ ու թագուհիներ լինել, ամեն, քանզի ինչպես էին այն օրերը ջրեղեղեն առաջ, կուտեին, կխմեին, կինկառնեին ու էրկան կուտային մինչև այն նորը, երբ Նոյը տապան մտավ, սի հափշտակության օրն է լինելու։ Չգիտցան մինչև ջրեղեղը եկավ եւ ամենքը վերցուց, որդին մարդոյ գալուստը, երկրորդ գալուստը, հափշտակության օրը, ալ այնպես պիտի ըլլա։ Այն ատեն եթե երկու հոգի ու շադիր կարևոր խորհրդավոր կետ է։ Սա վերաբերվում է անարատ վարդապետություն ունեցող եկեղեցուն, ոչ թե կրոններին, որ շատեր ասում են մենք կրոնից էլ կլինի, ոչ, որտեղ Քրիստոսը չկա, գարշ է հեռացել ակարների պատճառով, ընդդեից հափշտակություն չկա, որ գլուխը ապականված է մարմնի մեջ չի կարա սուրբը լինի, գլուխը պիտի իր մեջի սրբությունը Տերով հաղորդեր մարմնին, ամեն, ինչ գլուխն է դրանից վատ հոտն է։ Ուրեմն գլուխը սուրբ ու սուրբ, կատարյալ սուրբ պիտի լինի, որ հոտը լման սուրբ լինի, ամեն, սուրբ, կատարյալ սուրբ, ամենասուրբ։ Սա վերաբերվում է լրիվ անարատ սուրբ գրքով քայլող եկեղեցուն, հոգով եւ ճշմարտությունով։ Դրա միջից կմնան շատերը, որ մեծ նեղության մեջ ճշմարիտ ավետարանը քարոզեն, ամեն, սա էլ բարի նպատակ ունի։ Այն ատեն եթե երկու հոգի արտի մեջ ըլլան, մեկը պիտի առնվի եւ մյուսը ձգվի, եւ եթե երկու կին մեկ աղորիքով աղալու վրա գտնվին, մեկը կառնվի եւ մյուսը կձգվի։ Ուրեմն արթուն կեցեք, վասնզի չեք գիտեր, թե որ ժամուն ձեր Տերը պիտի գա։ Արթուն կենալ, չի ասում մի քնեք հանգստացեք, հոգով արթուն, դու կքնես, եթե աղոթքի գրքի ժամանակ տվող ես, Տերը քեզի կհսկի ու Իսրայելի պահապանը չի քնանա, ամեն։ Ուրեմն հոգով արթունը նայա, երբ առավոտյան կանուխ ելնում ու առաջնային իր 10-րդը, թեկուզ մի ժամը, տալիսա Տիրոջը, ապրումա Տիրոջ խոսքով, շնչումա Տիրոջ աղոթքով, թեկուզ գործի մեջ է, բայց Տիրոջ ներկայության մեջ է, հանդիպողներին քարոզում վկայումա որպես ժիր վկա, որ Եզիկել 33-ի դետի պարտականության համար իրեն չդատեն, որ Աստված ասի ես հոգում բերեցի քո մոտ ինչի ուրացար, գնաց ու գա մեքենայի տակ, գնաց ու վթարի ենթարկվավ, ես բերել էի, որ դու վկայիր այ փառահեր, փառասեր պաշտոնյա, ամեն, ամաչում էիր, դե հիմա եթե դու սիրեցիր նրա կորուստը, դու էլ նրա հետ կորի, ամեն,
Ենեն ծարեք, որ Եզիկել 33-ի մեջ գրված է 1-9, որ նրանց այրունը մեզանից շուզի, մեկ երկու անգամ վկայելուց հետո հեռու մնացեք, ամեն, բայց եթե տվյալ անձին նոր եք տենում, աղոտ կարեք Տեր ջան, այս թոթոլ գառնուկին ոնց վկայեմ, աննպատակ չի եկե իմ մոտ, ամեն, հա, բայց այս գիցեք, թե եթե տանտերը գիտենար, թե գիշերվա որ պահում գողը կուգար, արթուն կկենար ու թող չեր տար, որ իր տունը ծակեն, անոր համար դուք կալ պատրաստ կեցեք, քանզի որդին մարդոյ պիտի գա այնպիսի ժամը, որ դուք չեք կարծեր, չեք իմանար, ամեն, ուրեմն Այս այն ատեն, եթե երկու հոգի անդրադառնամ այս կետին, որտեղ շատ կարևոր է, երկու հոգի արդի մեջը լան մեկը կառնվի եւ մյուսը կձգվի եւ եթե երկու հոգի մեկ աղը երկու կին մեկ աղորիքով աղալու վրա գտնվին, մեկը պիտի առնվի եւ մյուսը ձգվի։ Սա է կարևոր բան է այս կետի, որ նույն Սուրբ ու անարատ եկեղեցում մեկը հովից վախենալով է երկար յուբկան ակնում կամ մերկությունը փակում, այն մեկը հասկանալով, որ իր մարմնի գրգռիչ մասերը չբացի ու մեղքի մեջ գցի հոգով տկարներին։ Բացատրեմ, այդ հասկացողությամբ եւ Աստծո վախով աղքնողը կհափշտակվի, իսկ այն մյուսը, որը ստիված, որպիսի անընդհատ հովիվը իր փրկության համար չհանդիմանի, որ սրտանց չի ակե ինքը կմնա, բայց կզղճա արդեն մեծ նեղության մեջ ու կսկսի իրական սրտանց հագնել ու սրտանց քարոզել։ Յուրաքանչյուր բան էականը հակուշտը չէ, սիրելը, ներելը, որ ինքը ձևական է, հիշեք անգամ կեղծ ատելությունն ու բարկությունը մեղ չի, կեղծ սերն էլ սեր չի, ինչը որ կեղծ է սրտանց չի, Աստված դա սեր չի համարում։ Նույնը մենք բարկությանը օգտագործում ենք Տիրոջ փառքի համար, ասենք զավակը չարություն անում, ասում ենք խելացի մնա թե չգգամ իմը քո հարցերը կլուծեմ։ Արտաքինից ցույց ենք տալիս, որ բարկացած ենք, բարկության դևին օգտագործում ենք Տիրոջ փառքի մեջ, բայց սրտանց աղոթում ենք, Տեր ջան ասում ենք, հենենց արես մանուկը թող շուշուտ փոխվի։ Ամեն։ Ուրեմն ինչը սրտանց չի, դա ոչ մեղ կա սխալ քայլը, ոչ էլ բարի բան է, եթե սրտանց չի, պատվիրան պահել չի, ամեն։ Հենց սրտանց պահողները կհափշտակվեն, ձևական եւ ստիպված պահողները կմնան մեծ նեղության մեջ։ Հավատարիմ ու անավատարիմ ծառան, սա էլ կարդանք եւ սրանով ավարտենք Մատթեոսի 24-ը։ Ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, հենց այսօրվա մեր սայդի խոսակցությունը այս թեմայից էր, Աստծո ժողովուրդ։ Սա վերաբերվում է կերակուր տվող հովիվներին, ամեն, բարի հովիվը եւ վարձկան հովիվը։ Կամ սարկավակ, կամ ավակ սարկավակ, որը հոտին 50-պետա, 10-պետա, 100-պետա կամ 1000-պետա, կապ չունի։ Ով է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որ իր Տերը իր ծառաներու վրա դրավ, որպեսզի ատենին անոնց կերակուր տա ժամանակին, որ գառը երբ է ուզում, ամեն։ Ղուկաս ավետարանի հովիվները 2:8 գրված, ասում է գառները նստած էին, ոմանք քնած էին, բայց հովիվները հսկում ու պահապանում էին հոտը, ամեն։ Դրա համար էլ հոգուց հայտնությունը ստացան փրկի ծննդյան բարի լուրը առաջ իրանք ստացան Աստվածանից, որի մասին կխոսենք Ղուկասի սերտողությանը։ Ուրեմն իր Տերը ծառաներու վրա դրավ, որպեսզի այն ատեն անոնց կերակուր տա, երանի այն ծառային, որ իր Տերը եկած ատենը պիտի տեսնե, թե այնպես ըրած է, ժամանակին է, հաս է, գնաց է, ցավ քաշ է, հոգու տկարությանը կարեկից է եղե, ոչ թե Պետրոսը կսե վիճակների վրա տիրեք, ապա հոտին օրինակ ծառայեք, ով սիրելի հովիվներ, ամեն գառանը ցավ քաշեք, գնացեք այդ գառնուկի ընտանիքի անդամը դարձեք, կարիքներին կարեկից եղեք, թե հոգևոր, թե մարմնավոր, ամեն, սա է քո ոչխարների վիճակը աղեք գիտենալը, ինչպես առակած գրքում է գրված, որ մեկ օր պիտի հաշիվ տանք Տիրոջը, գնացել ենք, այցելել ենք, իմանում ենք, ինչ վիճակի է, սոված է, թե կուշտ է։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որ իր բոլոր ունեցածի վրա պիտի կեցնե զանիկա,
Հապա եթե այն չար ծառան իր սրտի մեջ ասե, իմ տերս իր գալը կուշացնե, եւ սկսի իր ծառայակիցները ծեծել ու գինովներու հետ ուտել եւ խմել, աշխարհիկ դառնալ, անարգել տկարներին, աղքատներից երես ծածկել, ամեն, ինչը որ գրված է Եզիկիելի 34-ում, որ վարձկան հովիվները դրանք չեն անում, բայց բարի հովիվը պիտի անի, որ հոտը գելու գազանի բաժին չդառնա, այն ծառայի տերը պիտի գա այնպիսի օրը, որ չի սպասեր, եւ այնպիսի ժամը, որ չի գիտեր, եւ զանիկա մեջտեղեն պիտի կտրե, ու անոր բաժինը կեղծավորներու հետ պիտի դնե, դժոխք, հոն պիտի ըլլալալ եւ ակրաները կրճտալ, եւ ասեմ ես հովի տեղը ոչ թե դժոխք, ապա դժոխքի որովայնը պիտի լինի, ամենատանջանքներով լի, ցավերով լի, վայրը, հավատացյալ սպասավորներին ալինելու, որոնք շատ գիտեին ու չնազանդվեցան, ամեն, որոնք տիրոջ խոսքը գիտնալով ծռեցին, նրանք ավելի դաժան դատաստան են ուտելու, շատ ծեծ պիտի ուտեն, գիրքն է ասում, իսկ որոնց որ քիչ տրվեցավ, քիչ են ծեծ ուտելու, էլի են ծեծվելու, դրա համար Աստծո ժողովուրդ, եւ ձեր հովիվները ձեզ կասեն դուք մեղք գործեք պատասխանատվությունը իմ վրա, ինչպես ինձ էր համոզում իմ հովիվը, ես ասեցի ետիս գնա սատանա, Քրիստոսն է իմ համար այրուն թափե, եւ նա ասե մեղքը ատա, ու սրբության ետև են գնա, ու պապանձվեցավ այդ վարսկան հովիվը, թող Տերը փառավորվի, այսքանով ավարտեցինք 24-րդ գլուխը, 25-րդ գլուխ 10 կույսերու առակը, ուշադիր, շատ խորհուրդ ունի, որ հենց սրանով է ազդարարում, որ արդեն շեփորը փչված է, փողը փչված է, փեսան գալիս է, որ մենք կրոնավորներս արթնցել ենք, բոլորը պիտի քնեին, ընթերցենք եւ մեկնենք։ Երկնքի թագավորությունը կնմանի 10 կույսերու, Աստծո ժողովուրդ, 13-րդ գլխի մանանեխի դրվագը, որոմների դրվագը են, կնոջ եւ ալյուրի դրվագը բացատրեցինք, որ երկնքի թագավորություն բառը ինչ որ ասում է Տեր Հիսուսը, հինը հանել ու թագավորության զորությունը հագնելն է, որ մանանեխը աճի ծառ դառնա, հինը մարդը անի Քրիստոսի պարգևներով լեցվի, երկնքի թռչունները կգան եւ այդ ծառի շուրքի տակ կբնակվեն, որտեղ էլ մարդը չի հապա Քրիստոսն է այդ մարդ կոչեցյալի մեջ ձևավորված, ամեն, ուրեմն երկնքի թագավորություն որտեղ կա, երկնքի թագավորության զորություն հագնելն, ամեն, հին անելու Քրիստոսը հագնել նոր արարած դառնալն, այդ ասում, երկնքի թագավորությունը կնմանի 10 կույսերի, որ այդ սուրբերը պետք է մտնեն ընդև այրելու, որոնք իրենց լապտերները առնելով փեսային դիմավորելու ելան, տեսեք բոլոր հավատացյալները ստանում են Սուրբ Օգին, բայց չօգտագործելու պատճառով մարում է, ամեն, ստեղ էլ նույնը գրված, բայց հիմա տեսնենք ինչ էր իմաստունի եւ անմիտների տարբերությունը եւ ինչ իմաստուններին արթնացրեց, ինչ կարեւոր բան կար եւ ինչը քնած պահեց հիմար անմիտ կույսերին, որոնք իրենց լապտերները առնելով փեսային դիմավորելու ելան, անոնց մե 5 իմաստուն էին, իսկ 5-ը հիմար էսին խոսքը չի, որ անմիտ անասունի տեղա դնում Տերը սրանց, անմիտ են, հիմար են, հոգու միտքը չունեն, ամեն, իրանց խելքը միտքը մարմնավոր ես, արդ, կին հաճույք, ատիկայա, որ մնացին դռներից այն կողմ, հիմարները առին իրենց լապտերները, բայց իրենց հետ յուղ չարին, յուղը Աստծո խոստը եւ օգուլեցունությունը գրքի աղոթքի կյանքին նվիրվելն է, ով չի նվիրվում իր լապտերի համար պայեստային յուղ չի հավաքում, հիշեք ով սեպի առատության տարիները, առատության հավաքածը սովի օրերում փրկեց ազգը, սակայն իմաստունները իրենց լապտերներու հետ ամաններով յուղ առին, երբ փեսան ուշացավ, ամաններով յուղ առնելը ինչքան ժամանակ կարողացան մարմնավորից կրճատեցին, տվեցին օգուլեցունության, ամեն, ցորեն կուտակելու, ամենքն ալ թմրեցան ու քնեցան, երբ փեսան ուշացավ, ամենքն ալ թմրեցան ու քնացան, կես գիշերին ձայնը եղավ, ահա փեսան կուգա, զանիկա դիմավորելու եղեք,
Ուրեմն սա կատարաղին բանը, որ Հիսուսը ասել էր Ղուկաս ավետարանում, եթե գամ երկրի վրա իմ ուզած հավատքը կգտնեմ են որբևայրու եւ անիրավ դատավորի դրվագը Ղուկաս 18-ի 1-ից մինչև 10 ընթերցեք։ Ու տեսեք, որ այո Տերը ասել է, որ վերջին օրերում բոլորը աղաններ կդառնան։ Բոլորը կգաղջանան ու հոգեպես կմեռնեն, բայց ովքեր ժամանակին գրքով են սնվել եւ ոչ թե շեղված հովիվներով, նրանք արթնանալու են ու իրենց լապտերները շտկելու են նորեն գրքին վերադառնալով։ Ուրեմն այնատեն բոլոր կույսերը ելան ու իրենց լապտերները շտկեցին։ Հիմարները, որոնք լեցունություն չունեին, գաղջ էին, պարտականության համար գնացել էին, նստել էին եկեղեցի, քնել էին կամ բիզնեսով էին զբաղվել, լսել էին փառքին տվել, տուն էին գնացել, իրենց աստվածաշշներն էլ թոզով էր պատվել։ Ձևի համար էին վերցե կարդացել, որ չասեր հովիվը գիրք կարդում ես, ասեր չէ սուտ դուրս գար, թեկուզ սուտն էլ ջրի պես խմում են այդ տեսակ հոգիները։ Հիմարները ասին իմաստուններին, տվեք մեզ ձեր յուղեն, վասնզի մեր լապտերները մարելու վրա են։ Ուշադիր մի կետը ես ուզում եմ կես գիշերին 6-րդ խոսքին անդրադառնամ, ձայնը եկավ, ահա փեսան գալիս է, Զանիկա դիմավորելու ելեք։ Ասո ժողովուրդ, գիտեք, որ մեր աղոթներով դուք արթնացել եք, բայց իմ համար ով աղոթ է, չգիտեմ, բայց կես գիշերի շեփորը ձայնը փչվել է, փեսան եկելա, գալիսա, արթնցեք։ Ուրեմն ես համաշխարհային արթնությունը, որ սաղ կրոններից գալիս են դեպի լույսին, ազդարարում է, որ փեսան մոտիկանում է ժամ-ժամի, գալիսա։ Կարող է վաղը լինի, կարող է մի տարի հետո, բայց շատ երկար օրեր չի մնացել։ Արթնացեք, կփոշմանեք, որ միգուցե հաջորդ տարին լինի, ու քո հաճույքը սիրելով մնաս ու մորթվես մեզ նեղության մեջ։ Հələ չգիտենք էլ գազանի տված այդ տառապանքներին կդիմանաս, թե կնիքը կդնես ճակատիդ ու 3 տարի 6 ամիս հետո պատուհաստերից կամ էլ տիրոջ սրիցը կմեռնես։ Հետ էլ հարց է։ Գազանը քեզ ճակատիցը չի խփի ավտոմատով է։ Ասում է ոտքերը մոտ կծրեցին կտրող սղոցին, ասեցին ընդունում ես կնիքը, ասեց ոչ, կտրելով եկան մինչև գլուխը եւ հոգին ավանդեց, ասեց բերեք հաջորդին, ասում է կհարփի սուրբերի արյունով Երուսաղեմի մեջ, գլխին դրեցին մեծ սկաֆանդր ու սեղմեցին, ասեցին կընդունես կնիք, ասեց ոչ, այնքան սեղմեցին մինչև ողն ուղեղը դուրս թափվեցավ, նորից ասեցին բերեք հաջորդին, քաշեցին եղունգները, ջարդեցին ոտքերի ու ձեռքերի ոսկորները, տանջամայրանում, Սթափվեք ժողովուրդ, ոչ մի հովվի համար մեղք մի գործեք, փախեք անոսմե, որոնք ձեր գլխի տակ փափուկ բարձեր կդնեն, գնացեք այն տեղերը, որտեղ հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն ու ձեզի ցույց կտան սուրբ դառնալու ճանապարհը ու կասեն դե եկեք վազենք, ոչ թե միայն կքարոզենք, ասեն դե վազի։ Ուրեմն հիմարները սին իմաստուններին տվեք մեզ ձեր յուղեն վասնզի մեր լապտերները մարելու վրա են, պատասխան տվին իմաստունները, հոգով լեսվածները, ուսին, չլա թե մեզի ու ձեզի չբավականանայ, հայլ ծախողներուն, ծախողի չի ասում, ծախողները, երորդությունը ստեր նկատի ունի, գացեք ձեզի համար ու գնեցեք, ասո ժողովուրդ, շատ կույր ավատացյալներ գիտեն, որ խոսքի կարենը լեցունա կամ վաչիկը, իր հովիվը, ինքը պրկվածա, կավլիցի, Փրկությունը անատական է, եթե դու քո ընտանիքի մեջ, թե դու մենակ ես, քո պաշտամունքը չունենաս, թե դու ընտանիքով եք ապաշխարում կամ 2-3 հոգով, ձեր ընտանիքի մեջ, ձեր ուսանողական հոգևոր ուսմանը ժամանակ չտակ գիշեր ցերեկ Տիրոջ օրենքը կարդալով եւ աղոթելով, եկեղեցի գալով մի ժամ նստելով գնալով դուք չեք արժանանա հափշտակությանը, որքան էլ ձեր հովիվը սուրբ ու լեցուն լինի, բայց մի բան ասեմ, եթե ձեր հովիվը իրոք սուրբ ու լեցուն լինի, ձեզի նույնը պիտի Տիրոջ մոտ փոխանցի, որտեվ ինչ հովիվն է, այն էլ հոտ է, հոտը գաղջ է, որտեվ հովիվն է անհոգ գաղջ, հոտը աշխարհիկ է, որտեվ հովիվն է աշխարհի ոգով պղծված, հոտը սուրբ է, որտեվ հոտի գլուխն է սուրբ Տերովը, ամեն Հոտը հոգով լեցուն է, որտև գլուխն է հոգով լեցուն,
Ինչ հովիվնա, այն էլ հոդնա, մարմնավորից մարմնավոր սերմ կգնա, մարմնավոր հավատացյալ կծնվի, հոգևորից հոգևոր սերմ կգնա, հոգևոր հավատացյալներ կծնվեն, կմեծանան։ Փառք Տիրոջը։ Ուրեմն ձեր սնոտի հովիվներին հույս մի դրեք, ձեր հույսը դրեք գրքի աղոթքի եւ Տիրոջ հետ մեկանալու վրա։ Ամեն այս մարդիկն են իմաստուն կույսերը, որոնք մարմնավորից ժամանակը կգողանան ու կտան հոգևորին։ Չլաթե մեզի ու ձեզի չբավականանայ, այլ ծախողներին երորդության Աստծուն գնացեք սիրելի քույրերս ու եղբայրներս, ես ձեզ նրան եմ մղում, իմ Գորդնապողոսի նման վարդապետապես ըսկեմ ու ձեզի մղեմ գրքի աղոթքի կյանքին, ով որ կխորանա դրա մեջ իմաստուն կույս կլինի ու կարժանանա հափշտակությանը, ով որ չի լեսվի գրքի աղոթքին ժամանակ չի տա, լսեք, Աստվածաշունչ սերտել է մեր նոր կյանքի սնունդն է այդ քարոզը մեր քարոզների մեջ եւ աղոթքը մեր հոգեվոր կյանքի շնչառությունն է այս երկուսը իրար հետ պիտի գործեն եթե հաշ չուտես շնչառությունդ կկագնի եթե շնչառությունդ բռնեն կագնեցնեն հաց ուտելդ կմարի ուրեմն եթե ձեր կյանքից աղոթքը կամ գիրքը վերացել է դու մեռած դիակ եք դուք հափշտակությանը չեք արժանանա Երբ անոն գնացին գնելու, Փեսան եկավ ու պատրաստ եղողները անոր այդ հարսանիք մտան եւ դուռը գոցվեցավ։ Սա եղավ հափշտակությունը եւ նրանք մնացին մորթվող հոտի մեջ։ Իշեք Սարդիկեից լեցունները կփախչեն Ֆիլադելֆիայի եկեղեցի, Սուրբ ու անարատ կդառնան ու կհափշտակվեն, որ ասավ ես նրան կտանեմ փորձության ժամանակից առաջ փորձությունը դու չես տեսնի իսկ մնացածը կմնան Լավոդիկեի գաղջի մեջ որոնք կմնան մորթվելու հայտնության եկեղեցիները շատ խորհուրդ ունի որը կսերտենք Ետքը միուս կույսերը եկան ուսին Տեր բաց մեզի բայց անիկա պատասխան տվավ ուսավ ճշմարիտ կսեմ ձեզի ես ձեզ չեմ ճաշնար Ուրեմն արդում կեցեք, վասնզի ոչ օրը գիտեք, ոչ ժամը։ Ուրեմն Աստծո ժողովուրդ հովիվը ձեզ պիտի մղի գրքին, որ դուք գրքի աղոթքի կյանքով հին մարդ անեք, Քրիստոս հագնեք ու Քրիստոսը ճանաչի ձեզ, ասում է, երբ մենք ճանաչեցինք Աստծուն Հիսուսին, երբ անիկա էլ մեզ ճանաչեց, դու ասում ես ես կներեք ես ինչ թագավորի բարեկամն եմ, բայց թագավորը ինքը ընդունում է, որ դու իր բարեկամն ես, դե բնական է երկրի թագավորին սաղ կուզեն մոտիկ լինել, ասենք, որ դու գնաս ու երկրի թագավորի դուռը ծեծես, ախրանային ասես, ես ես ինչի բարեկամն եմ, հլը ներս թողեք, մի հատ հարցում անեն թագավորից, ասեն ես բարեկամ ունես, որ նա ասես չէ, էտի լսելով է իմ փառքն է, լսեիք է, վտարեք դուրս, դու երբեք թագավորի պալատ չես մտնի։ Հա դու լսել ես Հիսուսը փառայեղ Աստված է, բայց դու այդ թագավորին նազանդ ես, նա քեզ ընդունում է որպես հավատարիմ որդի, թե որպես Աստծո անունը հայույել տվող դժոխքի ամենախորը տեղն է քեզ ուղարկելու։ Եվ իշի, որ դու այդ թագավորի անունը կրելով նրա անունը հայոյել ես տվե, քո դատաստանը ամենամեծն է լինելու։ Էդ էլ լավ իշի, թագավորի անուն տալը այդքան հեշտ բան չի։ 3 ծառաներու առակը Օտար երկիր գնացող մարդը կանչեց իր ծառաները եւ իր ունեցածը անոնց հանձնեց։ Ու շատ իր, այս 23 եւ 25-րդ գլխի դրվագը Եվ այգիների բանվորների դրվագը կապված էր իրար հետ, իս ձևի, այգիների մշակներին վարձատրեց մեկ դահեկանով, որը հափշտակությունն էր խորհրդանշում, այս տաղանների դրվագով վարձքերն է բաժանում, որ հափշտակությունը նորեկ հոգուն և հասունին հավասար կլինի, բայց վարձքերը կտրվի ըստ աշխատած գործերի, ամեն Օտար երկիր գնացող մարդը կանչեց իր ծառաներուն եւ իր ունեցածը անոնց հանձնեց։ Մեկուն տվավ 5 տաղանդ, մեկուն 2 եւ մեկուն 1։ Ամեն մեկուն իր կարողության չափ եւ անմիջապես ճամփա ելավ։ Այն Սա խորհուրդ էր, որ բոլորիս անաչար տալիս է, Սուրբ Հոգով ծնում ու կնքում է մեր ճակատները, Սուրբ Հոգով կնքվել ենք, որ հոգուց լեսվելով գնանք իրեն համար պտուղներ բերենք,
Ամեն։ Սա դա է խորհրդանշում։ Հիմի տեսնենք աշխատողի, պտուղ բերողի եւ մարեցնողի, չբերողի, թաքցրողի վարձքերը։ Այն ատեն 5 տաղանդ, այն ատեն, որ 5 տաղանդ առած էր, գնաց անոնցմով, գործեց եւ ուրիշ 5 տաղանդ էլ շահեցավ։ Նմանապես ան, որ երկուքը առած էր, ուրիշ երկուքն ալ շահեցավ։ Իսկ ան, որ մեկը առած էր, գնաց գետինը փորեց ու իր տիրոջ ստակը, տաղանդը պահեց։ Շատ ժամանակ հետո ծառաներուն տերը եկավ եւ անոնցմե հաշիվ ուզեց։ 5 տաղանդ առնողը եկավ, ուրիշ 5 տաղանդ ալ բերավ ու սավ։ Տեր, 5 տաղանդ հանձնեցիր ինձ, ահա ուրիշ 5 տաղանդ ալ անոնց վրա շահեցա։ 5 հոգի զորություն տվեցիր, գնացի 3 հոգի տիրոջմով, հինը անեցի, օգտագործեցի, փոխվեցա, պարգևները ստացա, գնացի 5 հոգի ավատքի քեզանով բերեցի։ Տերը սավանոր, ապրիզ բարի ավատարիմ ծառա, դու որ քիչ բանի մեջ ավատարիմ եղար, քեզ շատ բաներու վրա պիտի կեցնեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ 2 տաղանդ առնողնալ եկավ ու սավ, Տեր 2 տաղանդ հանձնեցիր ինձ, ահա ուրիշ 2 տաղանդ ալ անոնց վրա շահեցա, 2 հոգի էլ քեզանով դարձի բերեցի, լույսը չթաքցրի, տարածեցի, գրվանի տակ չդրեցի, աշտանակին անեցի, հին անեցի ու Քրիստոսակա, 2 հոգի եմ տիրոջմով բերե։ Տերը սավանոր, ապրիս բարի հավատարիմ ծառա, դու որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, քեզ շատ բաներով վրա պիտի կեսնեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ, այն մյուս ավետարանում էլ ասում է, այսքան քաղաքի վրա թագավոր եղիր, ամեն, ըստ աշխատածի, եկի որ ուշադիր նայենք, այդ դրվագի մասին գրված է Ղուկասում, էլի, որ ընդ արդեն թագավորությունն է տալիս։ Տերը սավանոր, էսի կարդացին 24 խոսքից, 1 տաղանդ առնող, ուրեմն դատարկ տան։ Սրանք նրանք են, որոնք Սուրբ Հոգին ստացան, ծնվեցան, կնքվեցան, սկսեցին գրքի աղոթքի կյանքով հինը քայքայել, դուրս շպրտել եւ Քրիստոս ակնել ու գնալ պտուղ բերել։ Ամեն։ Սա կատարվում է այն Հովանու 15-րդ գլխի դրվագը, որ ան որ պտուղ է բերում, մաքրում է Տերը, որ ավելի պտուղ բերի, շատ պտուղ բերի եւ առատ պտուղ բերի։ Ամեն։ Բայց ով պտուղ չի բերում, թող վախենա, որ կտրելու են ու կրավն են գցելու, ամեն։ 1 տաղանդ առնողն ալ եկավ ու սավ, Տեր գիտեի, թե դուն խիստ մարդ մնես, չսերմանած տեղետ կհնձես ու չցանած տեղետ կժողվես, ուստի վախենալով գացի, քու տաղանդդ գետնի տակ պահեցի, ուստի ահա քուկդ քեզի, պատկերացնում ես, սա ուրացողներն են, որ չեն ուզում իմանան հավատացյալ են իրենք, բայց Տերն ասում է, որ ինձ կդավանե շնացող մարդկանց առաջին, ես էլ նրանց կդավանեմ իմ հորս առաջին։ Սրանք Սուրբ Հոգին մարեցրողներն են, մեղքի եւ աշխարհի կյանքով ապրելով, ամեն, կամ պետք է սրբությունը կատարելագործվի ասովախովը, կամ պղծությունը պետք է կատարելագործվի քո մեջ դևի զորությունով, պարզա։ Ուրեմն Տերը վերցրեց սրանից քանքարը ու տվեց նրան, մարավ Սուրբ Հոգին, Սավուղի վրից գնաց, հանգչեց Դավիթի վրա, ամեն։ Ուրեմն ստե մի կետ կա, տեսեք ինչա կատարվում, պատասխան տվավ անոր Տերը ու Սավ, չար ու ծույլ ծառա, չարես եւ ծույլ, չուզեցիր աշխատել, եսասեր, որ անձդ հաճույքդ ավելի սիրեցիր, քան թե իմ Սուրբ այրունով պահված ու գնված ավետարանի խոսքը։ Գիտեիր, որ չսերմանած տեղեն կհնձեմ ու չցանած տեղես կժողվեմ, ուրեմն պետք էր, որ իմ ստակս գոնե տվածս սեղանավորներուն տայիր, որպեսի եկած ատենը շահով առնեի, դժվար իմաց կետը, ասո ժողովուրդ, ես որ քունֆուի տրիները կառատեի, ես մի քրոջ հավատքը տենալով դարձի եկա, որ ինքը շատ խոնար հեզ էր, ու ես այդ խելոք ընտանիքի վարքը տեսնելով այդ քրոջ վարքը դարձի եկա, ինքը ինձ վկայեց ու քարոզեց, բայց լսել եմ, որ ինքը խարիսմատա դառ է, եթե ինքը մնար ուղղության մեջ, իմ տիրոջմով բերած այս բոլոր գառներից ինքը բաժին ուներ, ամեն,
Հիմի սա է, որ գոնե դու չէիր գնում քարոզեիր, թո տիր այդ վարդապետությունը, բացատրեիր, մի աշակերտ Տիմոթեոս պատրաստեիր, դու որպես Պողոս նստեիր եւ աղոթեիր, Տերը Տիմոթեոսների, Տիտոսների միջոցով էլ կգործեր, ամեն։ Ինչպես շատ ճգնավոր սուրբեր են արել, մի քանի աշակերտ պատրաստել են ու իրենք տակից սնունդ են մատակարարել ու բերել են ավելի մեծ բերք, քան թե իրանք հնարավոր էր գործեին, ամեն։ Ուրեմն դա էլ էր էլի Տիրոջը փառք բերում, բայց ատիկա էլ չարավ։ Արդ արեք ատկե տաղանդը ու 10 տաղանդ ունեցողին տվեք, վասնզի ամեն ունեցողին պիտի տրվի ու պիտի ավելանա եւ չունեցողից ունեցածն անքե պիտի առնվի։ Հարց, բա որ չունի, ինչը պիտի առնվի։ Շատ տեղեր հարց են տվել, վերջացնեմ ու մեկնեմ։ Իսկ այդ անպիտան ծառան դուրսի խավարը անեցեք, հոն պիտի լալալ եւ ակրաները կրճտալ։ Ու շատ շատերի մոտ հարցա, ոչ էլ կարող են հասկանան։ Ունեցողին պիտի տրվի եւ ավելանա, չունեցողից չունի, ունեցածնալ պիտի առնվի ու տրվի այն 10 ունեցողին։ Ուրեմն բոլորին հավասար տվեր էր տաղանդները, ճիշտ է, Սուրբ Հոգին բոլորին հավասար է, բայց ով որ սրբության փափակ չունի, չի աճեցնում, չի շատացնում հոգով, չի լեցվում, այն որ կարծում էին Աստծո տվածն էլ իրանն էր, դրանից այդ ունեցածը վերցվում է ու տրվում է այն աշխատողին, հոգով լեցվողին։ Ուրեմն ոչ թե Սուրբ Հոգի չունեցողից նա չունեցածը վերցվում, հապա սրբության փափակ, աշխատանքի ձգտում, ապաշխարելու փափակ չունեցողից Սուրբ Հոգին կառնվի եւ կտրվի անոր, որ ապաշխարում ու Տիրոջ համար պտուղ է բերում եւ կատարվում է ինչ, ան որ պտուղ է բերում, հայրը կմաքրե զանիկա, որ ավելի պտուղ բերե, մաքրելուց հետո ավելի է չէ զորացնում։ Այդ չունեցողի զորությունը կվերցնի կբերի, կիչեցնի այդ ապաշխարողի վրա եւ նա ավելի պտուղ կբերի։ Սխալ չհասկանաք, թե Աստծո մոտ չկա զորություն, որ տա։ Ոչ, Աստված չի թողի, որ իր անունը արատավորի են չապաշխարող քրիստոնյան։ Դրա համար կվերցնի Սավուղի նման եւ Սավուղին կմատնի մահվան ու սովի ու կմեռնի ու կբնաջինջ լինի, որպիսի Տերոջ անունը հայոյելու չտա։ Ամեն։ Դրա համար, թե չէ Տիրոջ մոտ զորությունը անծայրացիր է, ում իշխան ուզի կտա։ Ամեն։ Թո Տերը փառավորվի, վերջին դատաստանը, վերջին կոնտեքստն է եւ այսքանով կավարտվի 25-րդ գլուխը։ Շատ դժվար իմաց բաներ կան այստեղ։ Շատերը հասկանում են, թե սայցերն ու ոչխարները մենք ենք։ Հեթանոսած եկեղեցին, Կոմերյաների եկեղեցին, սխալվել եք, վերջին դատաստանի ժամանակ ով մեզի լսող Աստծո ժողովուրդ։ Մենք Աստծո կողքին նստած պիտի դատենք այս ոչխարներին ու այծերին, էլ մենք ոնց ենք ստեի ոչխարները։ Դրա համար ուշադիր եղեք, հասկացեք սա արդեն դատաստան 1000-ամյակից հետո է, իսկ մինչև 1000-ամյակը դու արդեն Հիսուսի մոտ ես լինելու եւ նրա հետ գալիս ես թագավոր, ինքը քո թագավոր, դու գալիս ես դատավոր, ինքը քո դատավոր։ Ճիշտը մեկնեք եւ սխալ մի մատուցանեք ձեր անձի դատապարտություն ընդունելով։ Չգիտեք, ասեք փագա չենք իմանում, բայց եթե ծուրն եք մեկնում, դադվելու եք ըստ 2 Պետրոս 3:16-ի։ Որ կասե տգետներն ու անգրագետները ծուրը կմեկնեն Պողոսի կամ շատ մարգարեական խոսքեր իրենց անձի կորստի համար։ Չգիտես, ասա չգիտեմ, եսը մեռնի։ Խո դու ամենագետ չես։ Չգիտես, ասա Աստծուն կարծնեմ, սպասավորին կարծնեմ, կամ չգիտեմ, էդի փրկության հետ կախված բան չի, բայց ծուրը մեկնելը փրկության հետ կախված բան է։ Երբ որդին մարդոյ գա, սա արդեն 4-րդ գալուստ, էլի գալա գրուկ։ Որդին մարդոյ գա եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, այն աթեն իր փառած աթոռը պիտի նստի, անոր արջև պիտի ժողվին բոլոր ազգերը ու զանոնք իրար մե պիտի զատե, ինչպես հովիվը ոչխարները այծերեն կզատեն։ Մի դադարտամ, ովքերին այստեղի այծերը, ոչխարները։ Ուրեմն ասա ժողովուրդ,
Հազարամյա թագավորության ժամանակ արդեն առաջի հարությունը եղած է։ Դանիելի գրքում գրված է վերջին հարություն, ամբարիշտների եւ արդարների հարություն կա երկու հարություն։ Ուշադիր, երանելի եւ սուրբ են առաջի հարության մեջ բաժին ունեցողները։ Դրանք բոլորը հարս եկեղեցուն են միանում։ Դրանք բոլորը արժանանում են հազարամյակում թագավորներ լինելու ամեն։ Իսկ վերջի հարությունը, որ Դանիել 12-րդ գլխում է գրված, ամբարիշտերի եւ արդարների հարությունը բոլոր աշխարհի մարդկանց հարությունն է։ Այդ ժամանակ ուրեմն այստեղ կա մի դրվագ, գառները, ոչխարները, ովքեր էին, որ գնացին ժառանգեցին մեր երկնային հոր պատրաստած թագավորությունը։ Այդ դրանք հազարամյակի մեջ իմաստուն սուրբ կյանք ապրած ու ննջած սուրբերն էին, որ հազարամյակի ննջած սուրբերը հարություն առան վերջին հարության, ամեն, դատաստանի հարության ժամանակ, ամեն։ Դե հիմա արդեն ուշադիր լսեք եւ մի խառնեք դատաստանի հարությունը առաջի հարության հետ, որտեղ սխալ կլինի։ Որդին մարդո իր փառքովը գա եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, այն ատեն իր փառածաթորը պիտի նստի, անոր արչեւ պիտի ժողվիմ, բոլոր ազգերը ու զանոնք իրար մե պիտի զատե, ինչպես հովիվը ոչխարները այծերեն կզատե։ Ոչխարները իր աջ կողմը պիտի կայնեցնե ու այծերը ձախ կողմը։ Այն ատեն թագավորը իր աջ կողմը եղողներուն պիտի ասե. եկեք իմ հորս օրհնվածներ, աշխարհի սկզբեն ձեզի համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք։ Նոր երկինք, նոր երկիրը պիտի ժառանգեն, բայց այս հարություն առնողները էլ նոր երկինքի, նոր երկնային Երուսաղեմը չեն ժառանգելու։ Իրանք նոր երկրի վրա պիտի ապրեն։ Հայտնության մեջ գրված է փրկված ազգերը փառտուպատիվը պիտի բերեն Սուրբ Երուսաղեմ, որտեղ հարսն է Հիսուսի հետ։ Ամեն։ Էսի արդեն հայտնության սերտողության ժամանակ մենք մանրակրկիտ կխոսենք։ Վասնզի անոթեցա եւ ինձի ուտելիք տվիք, ծարավեցա եւ ինձի խմցուցիք, օտարական էի, զիսներ սարիք, մերկ էի զիսակցուցիք, հիվանդ էի, ինձի տես եկաք, բանտի մեջ էի, ինձի եկաք, այնատեն արդարները անոր պատասխան պիտի տանուսեն, Տեր երբ քեզի անոթացած տեսանք, տեսեք, իրենք արել են, բայց բանը իրես չեն վերագրել, մենք ոչինչ չենք արել, ամեն, Տերն ատվե Տերն օրե փառավորվի Տերը, այսպես մտածողները պիտի երկնային հոր ժառանգույ թագավորությունը ժառանգեն։ Տեր երբ քեզի տեսանք անոթացած ու կերակուր տվինք, կամ ծարաված ու խմցուցինք, երբ քեզի օտարական տեսանք եւ ներսարինք, կամ մերկ ու հագցուցինք, երբ քեզի հիվանդ կամ բանտի մեջ տեսանք ու քեզի եկանք, թագավորը պատասխան տալով պիտի ասե անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, քանի որ իմ այս եղբայրներուս ամենեն պստիկներին են տկարին, աղքատին, ոչ թե եպիսկոպոսին ու ես իմումը, դրանց անելը հեշտ է, են ամենանտեսվածին, հիշեք աստվածային սերը գիտությունից գերազանց հետ քարոզի թեման ու իմացեք ու գնացեք են ամենանկածներին օգնեք եւ արեք նրան ումից ստանալիք չունեք, հայրը ուրիշ կողմից կտա ձեզ։ Իսկ այսօր անում են նրանով հարուստը, հարուստը դրա կարիքը չունի, հարուստը հոգևոր գանձերի կարիք ունի, հոգևոր գանձերը տուր նրա համար թո փառավորի հարուստը տիրոջը, մարմնավոր բարիքներ տուրեն աղքատին, որ հավատքով է հարուստ, թո նա էլ դրա համար փառավորի, որ հավասարություն լինի, ամեն։ Քանի որ իմ այս եղբայրներես ամենեն պստիկներեն մեկուներիք ինձիրիք, ամենաանտեսվածը, ամենաանարգվածը, ամենանկացը, եթե եկեղեցում աճող մանուկ ամեն, ոչ թե բորոդներին, բորոդները պիտի նշանակվեն եւ եկեղեցուց դուրս գան, որ հոտը անարատ մնա, դրա մասին խոսեցինք, սա աճող տիրոջ նորեկ ծառանա, դե բնականա եկելը տկարություն կունենա, մինչեւ ոգևոր սրունքները աճի ելնի ու վազի, հավատքի ասպարեզում, ինչպես ժամանակին դու էիր տկար, մենք տիրոջմով քե օգնեցինք, նույնը դու այդ օրինակը ծառայի այն նորեկ քրոջն ու եղբոր, ամեն։ Վերջի մասը,
Այնատեն ձախ կողմը եղողներուն ալ պիտի ըսե, մեկ դիգացեք ինձ մե, աննիցյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակներուն։ Վասնզի անոթացա ինձի ուտելիք չտվիք, ծարավեցա ինձի չխմցուցիք, օտարական էի զիս ներս չարիք, մերկ էի զիս չհագցուցիք, հիվանդ էի ու բանտի մեջ էի ինձի տես չեկաք, այնատեն անոնք ալ պատասխան պիտի տան ու ըսեն, Տեր երբ տեսանք ձեզի անոթացած կամ ծարաված կամ օտարական կամ մերկ կամ հիվանդ կամ բանտի մեջ ու քեզի սպասավորություն չրինք, դե ես ասերը թափ ուզում իրեն պաշտպանի, բայց արողը չէր ուզում իրեն վերագրեր, ամեն, այո, որտեղ բարի բանը դու չես արողը, ինչու պիտի քե վերագրես, Տերն արամա է, Տերն ատվե ֆինանս գնացե արել եմ անպիտանս, թո իմ Տերը փառավորվի, այ Տերը սրանց հատանելու իր մոտ, բայց սրանք հանցավոր են, դրանց եսը մեռնի, բայց չեն ընդունում, իրենց արդարացնելով, հոբասավ դու քեզ արդարացնելով, Աստծուն ես անցավոր սարքում, երբ դու քեզ կեղտոտ արդարությունը, որ ասում է կեղտոտ կնոջ լաթիա նման, ուզում ես արդարացնես, Աստծուն հանցավոր ես դարձնում, ամեն։ Ուրեմն ամեն բանում քեզ ցածրացրա, որ Տերը բարձրանա։ Այնատեն պատասխան պիտի տա անոնց ուսե։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետև ինչ որ ասոնց մե ամենեն պստիգներուն մեկուն չրիք, ինձի ալ չրիք, ամեն, ես ամենատկարին, հարուսին էլի եմ ասում, սաղ կանեն, հովին, եպիսկոպոսին սաղ կվազեն, են անարգին, նախ ասո իսկական տան մեջ պտի անար չրին նորեգները, եկեղեցու ծաղիգներն են, պտի են բնիգների նման, ինչպես փոթորիկից զարկվածները լսեք փոթորիկից ազատագրված այդ քարոզը, որ հաճախ պատում է մեզ, երբ Պողոսը ու նավի մեջ եկածները եկան, ընկան Մելիտե կղզի, որը Քրիստոսի եկեղեցու խորհուրդ ուներ, բնիգները ինչ մարդասիրություն ցույց տվեցին, ջերմացրին, կերակրին, հագցրին, սա Քրիստոսի եկեղեցու ցայտուն օրենքներից մեկը պիտի լինի։ Կաղա դու նորեկ ես վարդապետել չգիտես, բայց սիրել, ծառայել, հյուրասիրել, օգնել հաստատ պիտի իմանաս, ամեն, դու էլ դրա համար կվարձատրվես։ Ոչ թե նորեկը գա եկեղեցի, վիավորված, լկված այդենց լինի ավելի առամանական բան նկատելով եկեղեցուց գնա։ Դա փաստում է, որ ինչպես աշխարհում էր ինքը առհամարված, այդպես էլ եկեղեցում, ուրեմն աշխարհում եւ այդ կեղծ եկեղեցում նույն անհոգ ոգին է բնակվում։ Բայց նորեկները պիտի ամենամեծ ուրախությունը պարգևեն, ինչպես Հիսուսը 99 թողեց գնաց այն մեն նորեկի ետևից։ 45 այնատեն պատասխան պիտի տան անոնց ուսե, ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետև ինչ որ այս ասոնց մե ամենեն պստիգներեն մեկուն չրիք, ինձի ալ չրիք, անոնք պիտի երթան հավիտենական տանջանք, իսկ մյուսները, իսկ արդարները հավիտենական կյանք, ուրեմն թող Տերը փառավորվի, այսքանով ավարտեցինք մենք Մատթեոսի 25-րդ գլուխը, ամեն, գնանք և հոգիով կատարենք ինչ որ հոգին սովրեցրեց մեզ, ամեն։